Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները մեղմելու համար կառավարությունը լրացուցիչ արտոնություններ է տրամադրում ջերմատնային տնտեսություններին։ Եթե մինչև հուլիսի 1-ը կատարված մոնիթորինգը հաստատի, որ ջերմատունը կառուցվել է, արտադրանք է ունեցել եւ վաճառք է իրականացվել, ապա վարկի առավելագույնը 8 տարվա ժամկետը կերկարաձգվի եւս 6 ամսով։ Ինչպես նաեւ կտրամադրվի լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ վարկի մայր գումարի եւ տոկոսների մարման համար։ Հունիսի 1-ից 17-ը Հայաստանից տարբեր երկրներ արտահանվել է 411 տոննա ջերմատնկային բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ շուրջ 1.8 միլիոն հատ եւ 11 տոննա ծաղիկ։ ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից 2 միլիարդ 106 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը ազգային անվտանգություն ծրագրի շրջանակում։ Որոշման մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ նպատակով է օգտագործվելու գումարը, սակայն նշվում է, որ այն անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրների առավել արդյունավետ իրականացման համար։ Գումարը սկզբնապես նախատեսված է 4-րդ եռամսյակի ծրագրերի համար, սակայն անհրաժեշտության պատճառով տեղափոխվել է երկրորդ եռամսյակ, իսկ դրա մի մասը 1 միլիարդ 404 միլիոն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Կառավարությունը որոշել է 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հունվարի 23-ը 6 ամսով սահմանափակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը։ Քայլի նպատակը տարեկան ցեմենտ արտադրողների համար ավելի հավասար մրցակցային պայմանների ապահովումն է։ Չնայած նախկինում ներմուծման լիցենզավորման պետական տուրքը զգալիորեն բարձրացվել էր, 2025 թվականի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը աճել է 29.2%-ով, հասնելով 751.3 հազար տոննայի, մինչդեռ տեղական արտադրությունը նվազել է 10.4%-ով։ Կառավարությունը գտնում է, որ ներմուծման ժամանակավոր սահմանափակումը անհրաժեշտ է տեղական շուկայի կայունացման համար։ Վանաձորում Փամբա գետի վրայով անցնող խողովակը, որի վրայից ընկել էին երկու անչափահաս քույրերը, հեռացվել է բնակիչների երկարամյա դժգոհություններից եւ վերջին ողբերգությունից հետո։ Հունիսի 17-ին գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարեի մարմինը, իսկ նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են։ Այս աշխատանքներին ներգրաված են 125 փրկարար, 90 ոստիկան, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու սարքեր, նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Տեղացիների խոսքով խողովակը շուրջ 40 տարի վտանգավոր է եղել եւ մի շարք դժբախտ դեպքերի պատճառ դարձել։ Հնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։